Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանի անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին։ Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է զինված ուժերի արդիականացումը, ընդգծելով, որ ձեռք բերված ռազմական տեխնիկան և սպառազինությունը հանրությանը կներկայացվի մայիսի 28-ի միջոցառումների ընթացքում։ Նրա խոսքով պետությունն իրավունք ունի ապահովելու իր պաշտպանությունը և պատրաստ լինելու տարբեր սցենարների։ Գիտեք, մեր բանը նայեք, էլի ինչ արվել բանակի համար, թեկուզ միայն ռազմական տեխնիկայի ձեռքբերման իմաստով, մեր իշխանության տարիներին եւ համեմատեք այդ թիվը ամբողջ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ձեռքբերումների հետ էլ։ Ասենք գոնե ով խոսար, գոնե իրանք, գոնե բանակից դե չխոսան, էլի։ Ինչ կարացել են բանակից կերել են, ոնց կա ինչքան ուժ ունեցել բանակը հասցրել են այդ վիճակին, իհարկե զուգահեռաբար պարտադիր սեղանների շուրջ բանակի կենացը խմելով եւ, չգիտեմ, դիֆերանտներ ձոնելով, այս է էլ այդ փուչիկությունը ու կեղծությունը, մարդկանց ասել մի բան եւ տակը իրականում ասենք թալանել ուղղակի այդ ինստիտուտը։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, նախարարը նշել է, որ թշնամական հայտարարություններ հնչում են երկու կողմերից, սակայն դա չի նշանակում, թե խաղաղության գործընթացը դադարել է։ Նա ընդգծել է, որ հասարակությունների հաշտեցումը ժամանակ է պահանջում, հաշվի առնելով տասնամյակների հակամարտությունն ու պատերազմի հետևանքները։ Խաղաղությունը հաստատված է, մենք արդեն քիչ առաջ նաեւ տնտեսական իմաստով, նաեւ զոհերի իմաստով, ընդհանուր խաղաղության իմաստով մենք արդեն վայելում ենք խաղաղության պտուղները, բայց եւ սրա մասին անընդհատ ասվում է, ես նորից չեմ հասկանում ինչի է այդքան པարզ չի, բայց այդ խաղաղությունը նորածին երեխու պես է, իրան պետքա հոգ տանենք, իրան պետքա խնամենք, հələ կլինեն իներցիոն բաներ, այն կողմից էլ կլինեն, մեր կողմից էլ կլինեն, բայց նաեւ սրա չտեսնել, որ իրանց քաղաքասարակության ներկայացուցիչներն են այցելում Հայաստան, մեր քաղաքասարակության ներկայացուցիչները եւ փորձագետներ այցելում Ադրբեջան, մեր փոխվարչապետը գնաց, իրանց փոխվարչապետը եկավ, նա այնքան միջազգային հարթություն որ վերցնենք, այնքան հայտարարություններ կար, որ հիմա իրար դեմ պետք է արած լինենք, ոչ մենք ենք արել, ոչ իրանք են արել։ Միրզոյանը նաև հայտարարել է, որ արդեն հնարավոր է Թուրքիայից ապրանքներ ներմուծել Հայաստան ուղիղ մաքսային ձևակերպմամբ։ Նրա խոսքով բեռները դեռևս Հայաստան կհասնեն Վրաստանի տարածքով տարանցմամբ, սակայն այս քայլը կարող է ազդեցություն ունենալ ապրանքների գների վրա։ Նախարարն ընդգծել է, որ վերջնական նպատակը Թուրքիայի հետ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։ Ցանկացած մարդ, որը նախկինում ենթադրենք ինչ որ մի բան ներմուծում էր Թուրքիայից, հիմա կարող է ներմուծել ուղիղ Հայաստան ֆիզիկապես, այսի մաքսային առումով ուղիղ, սահմանը ֆիզիկապես, գիտեք, շարունակում է դեռ փակ մնալ, բայց այդ ուղղությամբ են գնում եւ ես վստահ եմ առաջիկայում մի օր էլ այդ սահմանը կբացվի եւ ուղիղ արդեն բարի ուղիղ իմաստով։ Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել Մոսկվայի հետ գործընկերային եւ առողջ հարաբերություններ պահպանելու համար։ Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ ձգտում է դիվերսիֆիկացնել տնտեսական ու քաղաքական կապերը։ Լուսինե Գրիգորյան, Արմեն Հովանեսյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։